29,743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի առաջին հանրապետության օրվա առիթով ելույթում Փաշինյանը հայտարարեց, պետության եւ ինքնության հարատեվությունն ապահովելու համար առաջին հերթին ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը պետք է հաղթահարել։ Ըստ նրա, միայն այդ դեպքում կկարողանանք մարսել մի քանի առանցքային իրողություն, որոնք արձանագրում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ։ Սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ 7 տարվա պաշտոնավարման ընթացքում Փաշինյանի մայիսի 28-ի ուղերձների հռետորաբանությունը փոխվել է։ Վարչապետն այս տարի Սարդարապատում ոչ մի բառ չասաց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի մասին։ Մինչդեռ իշխանության առաջին տարիներին Նիկոլ Փաշինյանն իր ուղերձներում ընդգծում էր Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի կարևորությունը։ Անուն առանուն թվարկում այդ մարտերի հրամանատարների եւ առաջին հանրապետության պետական այրերի անունները։ Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ։ Հանգչեք խաղաղությամբ առաջին հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ, գլխավորությամբ առաջին հանրապետության 4 վարչապետերի։ 2023 թվականի ուղերձում Փաշինյանն առաջին անգամ խոսեց խաղաղության օրակարգից, իսկ 2024 թվականի մայիսի 28-ի ուղերձում առաջ քաշեց իրական Հայաստանի իր հայեցակարգը։ Այսօրվա ուղերձի հիմքում Փաշինյանը դարձյալ դրել էր իրական Հայաստանի մասին իր հռչակած գաղափարախոսությունը։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է եւ վտանգավոր այդ փորձը կատարողների համար։ Այսպիսի շեշտադրում կա Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ուղերձում, որն ըստ ամենայնի ուղղված է գործող իշխանությանը։ Քոչարյանը վստահ է, Սարդարապատի միասնության եւ կազմակերպվածության օրինակը դեռ ոգեշնչելու է դուրս գալու հուսահատությունից։ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում էլ նշվում է. մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք, ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ շարունակելու պայքարը։ Փաշինյանը բոլոր լավ հասկացությունները փչացնելու մեծ վարպետ է, տեսակետ է հայտնում հանրային գործիչ Արփիտ Թոփչյանը Սարդարապատում այսօրվա հնչած մտքերի վերաբերյալ։ Խոսել ուղղակի միջազգայինորեն ճանաչված տարածքից եւ դրանից բխող ապահովությունից առնվազն ծիծաղելի է։ Խոսել միջազգային ճանաչված տարածքից, անկախությունից, ինքնաշխանությունից, երբ որ մեր, այսպես ասեմ, թշնամին այսօր բացահայտ հավակնությունները ներկայացնում մեր տարածքի, նրա մշակութային քաղաքակարգական ժառանգության վերաբերյալ բացահայտ հավակնությունները ներկայացնում, այսպես ասեմ, իր վերադարձի հետ կապված։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով 44-օրյա պատերազմում պարտությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի շանտաժի քաղաքականությամբ է պայմանավորված Փաշինյանի հռետորաբանության փոփոխությունը։ Ըստ նրա, իրական Հայաստանի կոնցեպտը հենց դրա դրսևորումն է, ինչն էլ Փաշինյանը բարձրաձայնեց Սարդարապատում։ Բադալյանի դիտարկմամբ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ռազմավարական առումով չի կարող Ադրբեջանին զսպող գործոն լինել, գուցե աշխատի ժամանակ շահելու իմաստով։ Պատերազմի պարտություն, ուժերի հարաբերակցություն, միջազգային իրավիճակ, այն տուրբուլենտությունը, որ կա եւ որը մեծ է դարձնում հավանականությունը, որ Հայաստանը նոր որևէ ռազմական էսկալացիայի դեպքում հայտնվելու է գործնականում նույն վիճակում, ինչ 44-օրյա պատերազմի։ Այս պատկերացումներից ելնելով ես կարծում եմ
Նիկոլ Փաշինյանը որդեգրել է այդ իրական Հայաստան ասվածը, որը այլ բան չէ, քան պատերազմի պարտության քաղաքական փաթեթավորումը նախընտրական նպատակներով։ Չնայած այս ամենին, Փաշինյանը շեշտում է, խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Հանրապետության օրվա ելույթում հերթական անգամ պնդեց, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։